Ինչու մարդը կարող է ամաչել պարտք խնդրել, բայց չամաչել այն չվերադարձնելուց։ Մարդը կարող է օրերով չքնել պարտք խնդրելու անհարմարությունից, բայց հետո ամիսներով հանգիստ ապրել այն չվերադարձնելով։ Սա առաջին հայացքից պարադոքս է, բայց իրականում հոգեբանական հստակ պաշտպանություն։ Պարտք խնդրելիս մարդը ստիպված է ընդունել իր անօգնականությունն ու խոցելիությունն ուրիշի առջև։ Սա հարված է ինքնասիրությանը, դրա համար էլ այդքան ցավոտ է։ Հենց փողը հայտնվում է նրա ձեռքում, ուղեղն ավտոմատ սկսում է կառուցել պաշտպանական պատմություններ։ Ինքը փողի կարիք չունի, ինձ հիմա ավելի շատ է պետք, դե մենք մոտ մարդիկ ենք, կսպասի։ Իսկ երբ դու հիշեցնում ես պարտքի մասին, նրա ներսում արթնանում է հենց այն ամոթը, որն ապրել էր խնդրելիս։ Ու որպեսզի այդ ամոթը չզգա, նրա ուղեղը դա փոխարինում է բարկությամբ ու ագրեսիայով, քեզ դարձնելով անհոգի ու պահանջկոտ։ Արդյունքում նա չի վերադարձնում փողը ոչ թե նրա համար, որ մոռացել է, այլ որովհետև դա չանելով պաշտպանում է իրեն սեփական ամոթի հետ առերեսվելուց։ Հետևիր էջին փողի հոգեբանությունը հասկանալու համար։